Ճանաչում ես այն հայ փաստաբանին, ով բացահայտեց կաթոլիկ եկեղեցու ամենամեծ սկանդալներից մեկը։ Նա Միչել Կարապետյանն է։ Այս պատմությունը տեղի է ունեցել Բոստոնում 1990-ականներին, սակայն ամբողջ աշխարհը դրա մասին իմացավ միայն 10 տարի անց։ Տարիներ շարունակ երեխաները ենթարկվում էին բռնության։ Ոչ ոք չէր խոսում այդ մասին, ոչ թե որովհետև չգիտեին, այլ պարզապես ընտրել էին լռությունը։ Եկեղեցու համակարգը պաշտպանում էր ինքն իրեն։ Մեղավոր հոգևորականներին ոչ թե հեռացնում էին, այլ պարզապես տեղափոխում էին ծառայության մեկ եկեղեցուց մյուսը, ասես ոչինչ չէր եղել։ Գաղտնի փաստաթղթերը փակի տակ էին, ձայները լռեցվում էին, բայց կար մեկը, ով չհամաձայնեց լռել։ Միչել Կարապետյանը սկսեց պաշտպանել զոհերին։ Մեկ գործ, հետո երկրորդը, հետո հարյուրավոր։ Միչել Կարապետյանը պահանջեց մի բան, որը գրեթե անհնար էր թվում՝ բացել եկեղեցական գաղտնի փաստաթղթերը։ Երբ դրանք բացվեցին, ամեն ինչ փոխվեց, ճշմարտությունը հասանելի դարձավ։ Պարզվեց եկեղեցին գիտեր եւ ընտրել էր լռությունը։ 2002 թվականին The Boston Globe-ի լրագրողների Spotlight թիմը սկսեց մեծ հետաքննություն։ Իրականությունը դարձավ տեսանելի ամբողջ աշխարհին։ Հազարավոր զոհեր վերջապես սկսեցին խոսել։ Լռությունը խախտվեց։ Միչել Կարապետյանը պարզապես գործեր չէր քննում։ Նա մարդկանց վերադարձնում էր իրենց ձայնը։ Եվ այո, նա հայ էր։ Ես Տաթևիկ Սայադյանն եմ։ Հետևեք ինձ ավելի շատ հայկական պատմություններ իմանալու համար։